Պարոն Պողոսյան, ձեր թույլտվությամբ ևս մեկ անգամ, քանի որ ուղիղ եթերում են շատ լրատվամիջոցներ գտնում, ուզում եմ հանցագործության մասին հաղորդումը ևս մեկ անգամ պնդել այսօր ազգային ժողովում, երբ որ դուք մուտք էիք գործում շենք, հենց այդ պահին ազգային ժողովի նիստերի դահլիճում քաշքշուկ, վիրավորանքներ, հայոյանքներ, հայողը ԿՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էր, խնդրում եմ մեր այս միջադեպը հանցագործության մասին որպես հաղորդման հիմք ընդունեք եւ ըստ էության լրատվամիջոցի կողմից էլ հրապարակումները արդեն մամուլում հայտնված տեսանյութերը կարող են հիմք հանդիսանալ, չէ՞, որպեսզի օրինակ քննչական կոմիտեում խուլիգանության հատկանիշներով վարույթ նախաձեռնվի։ Գին Մանուկյան, շնորհակալ եմ հարցի համար։ Ես ոնց հասկացա, դուք արդեն նախնական իրավական գնահատականը արդեն տվել եք, արդեն հանցանքի վերաբերյալ հաղորդում փաստացի ըստ էության տալիս եք, բայց ես մի հանգամանք մատնանշեմ եւ կարծում եմ այս առումով իմ հարցը ձեր հարցին փորձեմ սպառիչ պատասխան տամ։ Օրենքը ըստ էության հանցագործության մասին հաղորդման որոշակի վավերապայմաններ է նախատեսում, պետք է լինի պատշաճ, պետք է լինի համապատասխան ռեկվիզիտներ եւ այլն, այսինքն այս առումով հանցագործության մասին հաղորդումը պետք է լինի պատշաճ։ Մամուլում ի տարբերություն նախկին օրենքի մամուլում զետեղված հրապարակումները իմպերատիվ պահանջ չի, որպեսզի դառնա հանցագործության մասին հաղորդում, ինքը կարող է դիտվել, դրա համար առնվազն պետք է օրինակ ուսումնասիրվի ձեր մատնանշված տեսագրությունները, բայց չմոռանանք նշել, որ դուք տեղյակ եք, որ քրեական դատավարական նոր օրենքով ներդրվել է նաև մասնավոր մեղադրանքի ինստիտուտը, որով ըստ էության քննչական մարմինները փաստացի վարույթ չեն նախաձեռնում եւ համապատասխան ընթացակարգերով ըստ էության վարույթ չեն նախաձեռնում։ Հետևաբար այս առումով ես տեղյակ չեմ, ինչ է տեղի ունեցել ձեր խոսքերից դա լսեցի, կուսումնասիրել կհասկանանք ինչի մասին է խոսքը։ Սա առաջին դեպքը չէ, նախորդները եւս քննության առարկա չեն դարձել։ Էլի այնտեղ ինչ որ բաներ էին պետք ապացուցվել, որ դուք իմանաք։ Պատշաճ գրություն նկատի ունեք, պարոն Պողոսյան, այսինքն պատշաճ գրություն հաղորդում, այո։ Եվ գլխավոր դատախազություն, եւ օրինակ իրականացման։ Շատ բարի, դա էլ կանենք, բայց ամեն դեպքում մամուլում կան նաև տեսանյութերը, որոնք համացանցում արդեն հայտնվել են եւ թե ինչ է տեղի ունեցել այսօր։ Ձեր թույլտվությամբ մի քիչ հեռու պահեք ինձ։ Նախորդների հետ կապված եւս ձեզ ոչինչ հայտնի չի, նախորդ շատ բաներ են եղել ազգային ժողովի դահլիճում։ Դուք այդ ընթացքում որևէ ձևով չեք արձագանքել այդ ամեն ինչին, սպասել եք, որ հաղորդումներ պատշաճ, ինչպես նշեցիք, գործընկերներ ձևով ներկայացվեն։ Դարձյալ ստիպված եմ մատնանշեմ, որ դուք ընդհանրական կերպով նշում եք, որ նախորդներում տեղի ունեցել որոշակի իրադարձություններ, որոնց արդյունքում համապատասխան ընթացիկ։ Ես տեղյակ չեմ, դուք կոնկրետ դեպքի չէ, մի վարքյան կներեք ավարտեմ, հա։ Ավարտեմ ես։ Չէ, այդ կոնկրետին էլ եմ պատասխանելու։ Անհատական դեպքերով ես հիմա չեմ ցանկանա քննարկում ունենամ։ Եթե նախկինում հաղորդումներ են եղել, ենթադրում եմ, որ այդ հաղորդման կապակցությամբ քրեադատավարական ընթացակարգեր գոյություն ունեն։ Ինչ անում վարույթն իրականացնող մարմինը կամ քրեական վարույթ չի նախաձեռնում, կամ վարույթ է նախաձեռնում։ Եթե վարույթ է նախաձեռնվում, կատարվում է նախաքննություն։ Եթե վարույթ չի նախաձեռնվում, ըստ էության բողոքարկման ընթացակարգերն է արձաբանվում։ Հիմա մենք դուք ընդհանրական ձևակերպեցիք ձեր հարցադրումը, մենք պետք է առնվազն հասկանանք։ Պետք է հասկանանք, օրինակ, ես չեմ հիմա պատրաստ չեմ առանձին դեպքերին անդրադառնամ։ Ես ընդամենը մի հանգամանք կմատնանշեմ։ Եթե վարույթ չի նախաձեռնվել տեսականորեն, բողոքարկման ընթացակարգեր կան։ Պետք է հասկանանք, բողոքարկվել է, չի բողոքարկվել, բողոքարկման արդյունքում որոշակի արդյունք եղել է, չի եղել, այսինքն բերեք անհատական դեպքերին չարադառնանք։ Ձեր թույլտվությամբ վերջին հրապարակումը գազագողության դեպքով բարձրաձայնել ժողովի տորաթերթը, մասնավորապես թե ինչ է կատարվում գազագողության ոլորտում։ Արդյունքում ներքին գործերի նախարարը ընթացք տվեց դեպքին։ Գործը հասավ քննչական կոմիտեի, ես ուզում եմ ընթացքը ցույց տամ, հետագայում արդեն քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրությունից պատահեցավ բանդիտները փախել են։ Պարոն Պողոսյան, դուք պատասխանատվություն կրում եք, ինչու դուք ուշացրեցիք, որ բանդիտները փախան։ Օրինակ Էդգար Ղազարյանը, որը հասարակական քաղաքական գործիչ է, մի հայտարարություն արել, իր սեկտը անմիջապես փակվել են։ Մինչդեռ բանդիտները կարողացան մեր երկրից ճողոպրել ու փախնել։ Դուք պատասխանատվություն կրում եք կոնկրետ բանդիտների փախուստը չկարողանալու կանխելու մասով։ Ես պատասխանատվություն ընդհանրապես կրում եմ այն պահից սկսած, երբ որ ստանձնել եմ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը։ Սա մեկ։ Այդ ժամանակ դուք կոմիտեի նախագահն էիք, պարոն Պողոսյան։
Դրա համար շեշտում եմ։ Տիկին Մանուկյան, ձեր մատնանշած դեպքերը ըստ էության գազագողության հետ կապված դեպքեր է։ Նախ եկեք մենք իրադարձությունները, ես գործի առանձին հանգամանքների հետ կապված եկեք այս ձևաչափով ես չեմ պատրաստվում որևիցե քննարկում ունենամ, այսինքն մատնանշեմ քրեական, անդրադառնամ քրեական վարույթով առանձին փաստերի, բայց որպեսզի ձեր հարցին նաև սպառիչ պատասխան տամ։ Առաջին մենք ըստ էության դուք մատնանշում եք, որ ոստիկանությունը, չէ, նշեցիք առիթը, դա անուններ էի ես տվել։ Այո, Տիկին Մանուկյան, դա այլ վարույթի մասին է խոսքը, այդ վարույթով գազագողության դեպք չկա։ Դա վերաբերվում է ձեր մատնանշած վարույթը, վերաբերվում է, երբ որ տեսուչներին չէին թույլատրել մտնեին եւ ստուգումներ իրականացնեին։ Դա առանձին, դա գազագողության ձեր մատնանշված այդ բառով եմ նշում, որպեսի պարզվի գազագողության հետ կապված ընդհանրապես դրա հետ կապ չունի այդ վարույթը, որը որ ավելի վաղ էր նախաձեռնվել։ Այս մեկ, բայց մենք ունենք եւս երկու վարույթներ, որոնք նախաձեռնվել են օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում։ Մի վարույթը վերաբերվում է ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնված վարույթին, մյուսը վերաբերվում է պետական եկամուտների կոմիտեի կողմից ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում ստացված տվյալներին երկու առանձին վարույթներ ունենք։ Այսինքն, այն առաջի վարույթը, որը որ դուք անընդհատ նշում եք եւ որակում եք բանդիտներ եւ այլն, այդ վարույթի հետ ընդհանրապես կապ չունի։ Այս երկու վարույթները, որոնք ավելի ուշ փուլում են նախաձեռնվել, այս վարույթում վարույթ իրականացնող մարմինը ըստ էության քննչական անհետաձգելի գործողություններ կատարելա։ Դուք տեղյակ եք, որ գազալցակայաններ կան, բազմաթիվ գազալցակայաններ, որոնք քննչական գործողությունների կատարման արդյունքում կապարակնքվել է, վարույթ իրականացնող մարմինը ըստ էության իր որոշմամբ արգելել է գործունեությունը, առգրավել է որոշակի առարկաներ, այսինքն այս արդյունքում Գլուխները չկան, պարոն Պողոսյան, Թույլ կտակ ավարտեմ։ Որդին Թույլ կտակ ավարտեմ։ Այս վարույթներով հսկայածավալ քննչական գործողություններ են կատարվել, երբ որ վարույթով արդեն իսկ ունեցել ենք բավարար փաստեր, բավարար ապացույցներ, որոնք հիմք կտային, որպեսզի անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցվեր, քննիչը, պատշաճ, ժամանակին միջնորդություններ են ներկայացրել համապատասխան անձանց դատավարական կարգավիճակ տալու վերաբերյալ որոշումներ կայացնելու վերաբերյալ։ Ստացել ենք այդ միջնորդությունները, հետապնդման որոշումները եւ ձեռնարկել ենք անհրաժեշտ միջոցներ, որպեսզի այդ անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցվի։ Դրանից հետո ըստ էության պարզել ենք, որ որոշակի անձին մինչև վարույթ նույնիսկ նախաձեռնելը լքել էին Հայաստանի Հանրապետության սահմանը։ Այսինքն մենք չէինք չէ կանխատեսեինք, մինչև չունենանք, այսինքն մենք գործում ենք, մեր գործողությունները պետք է լինի օրինական։ Եվ ամենակարևորը քննիչը չի կարող առանց համապատասխան կարգավիճակի արգելի անձի ելքը Հայաստանի Հանրապետությունից։ Երբ որ ունեցել են քրեական հետապնդման մասին որոշումները, բազմաթիվ անձանց, այդ թվում նաև գործող ընկերությունների, տնտեսվարողների, տնօրենների, աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդումներ է հարուցվել։ Ձեր մատնանշած վարույթներով ունենք կալանքի տակ գտնվող անձին, ունենք տնային կալանքի տակ գտնվող անձին եւ ունենք կներեք, դե ես նշեցի, չէ, որ մինչեւ վարույթ նախաձեռնել եք, կներեք էլի, ասենք դուք ձեր պնդումներն եք անում։ Դուք ձեր պատասխանատվությունը չի, դուք ժամանակին եք գործել, բանդիտները շուտ էին փախել, այդպես կարող ենք ենթադրել։ Միանշանակ։ Մինչև վերջ ավարտեմ էլի այս մասով։ Եվ այն անձին, ովքեր որ մինչև քրեական վարույթով քրեական հետապնդման մասին որոշումներ ստանալը, մինչև մեղադրանք ներկայացնել, ովքեր լքել էին Հայաստանի Հանրապետության տարածքը, այդ անձանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել, խափանմիջոց կալանք է ընտրվել եւ եկեք այս տրամաբանությամբ առաջնորդվենք, որովհետեւ ինչ է նշանակում անձին հիմա մենք արարքը որակում ենք բանդիտներ, դա երևի ձեր տերմինաբանությունն է, նախկին քրեական օրենսգրքում նման հանցակազմ նախատեսված է եղել բանդիտիզմ։ Հիմա այդպես հանցակազմ գոյություն չունի։ Մենք նույնիսկ հիմա այս պահին չունենք այլ հանցակազմ, մենք ունենք մեխանիզմ, պարզել ենք այդ մեխանիզմի արդյունքում, որ տևական ժամանակ ըստ էության անձինք խեղաթյուրված տվյալներ են ներկայացրել սպառված գազի վաճառքի հետ կապված,
ընդ որում այնտեղ ունենք տվյալներ նաև, որ դա արել են տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ հաշվիչներ փոխել եւ այլն։ Այս մասով մենք օբյեկտիվ քննություն ենք կատարել, բարձում ենք անհրաժեշտ ելակետային տվյալներ ունենք նաև վերականգնումներ եւ այլն, այսինքն քրեական վարույթի բնական ընթացքը միանշանակ ապահովում է, համակողմանությունը ապահովում է եւ հավաստիացնում եմ ձեզ, որ քրեական վարույթը տրամաբանական վախճանի կհանգի։ Նախաքննական մարմինը կասկածներ չէ կարող կանխարգելիչ գործողություն։ Ի վերջո գործ ունենք այնպիսի մարդկանց հետ, որ միլիարդավոր դոլարների հետ են, այսպես ասած, գործ ունեցել։ Կանխարգելիչ քայլ անենք, միջև քրեական գործով կհիմնավորվեր այս մարդկանց մեղքը, թե ոչ։ Ես միգուցե այսպես ոչ իրավաբանական եմ նշում, բայց հասարակ քաղաքացու դեպքում անմիջապես սեկտը կփակեր, անմիջապես նախաքննական գործողություններ կանեն, նա վտանգավոր է, նա հանցագործ է։ Մինչդեռ այս մարդկանց դեպքում գնացինք այնքան եւ արդյունքում մարդիկ արդեն վաղուց լքել էին իմանալով իրենց գլխին ինչ է գալու։ Այս կանխարգելիչ գործողությունները մտահոգիչ է, որ այսօր շատ դեպքերում նախաքննական մարմինների իրավաբանները այդ կանխարգելիչ գործողությունների հետևից չեն գնում։ Միջև դեպքը չի լինում, միջև սպանությունը չի լինում, բայց միջև այդ ասում էր սպանելու եմ, մորթելու եմ։ Միջև չի լինում դեպքը, գործի չեն անցնում։ Այս սա է մտահոգիչը, պարոն Պողոսյան։ Նշեմ Տիկին Մանուկյան, ձեր հարցադրմանը փորձեմ այս կերպ պատասխանել։ Նախաքննական մարմինը կանխարգելիչ բնույթ կրող գործողություններ ընդհանրապես ես դա չեմ պատկերացնում ինչպես կարելի է քրեադատավարական օրենքի ընթացակարգերի շրջանակներում կանխարգելիչ ձեր մատնանշած տերմինաբանությամբ դարձյալ խոսեմ միջոցառումներ ձեռնարկել, որովհետև օրենքը պարզ է, օրենքը ըստ էության բոլորի համար մեկ է, որպեսզի նախաքննական մարմինը հնարավորություն ստանա անձի ելքը Հայաստանի Հանրապետությունից արգելելու վերաբերյալ պետք է ունենա համապատասխան դատավարական կարգավիճակ ունեցող անձ, տվյալ դեպքում մեղադրյալ, պետք է ունենա համապատասխան խափանման միջոց, տվյալ դեպքում բացակայելու արգելք եւ նոր միայն այդ իրավապայմանների արկայության պայմաններում է լիազորված քննիչը, որպեսզի արգելի սեկտով Հայաստանի Հանրապետությունից ելքը հակառակ պայմաններում եթե չունենա մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ բացակայելու արգելք նախաքննական մարմնի տվյալ դեպքում քննիչի գործողությունները կլինեն ապօրինի։ Ես մի հարց տամ գործընկերներին հնարավորություն տամ։ Դուք այն կառույցի ղեկավար նշանակվեցիք, որի նախկին ղեկավարին SMS-ի միջոցով հեռացեցին։ Մտավախություն չունեք SMS մի օր կամ մի օր մեյլով, օրինակ ասեմ պարոն Պողոսյան, շնորհակալություն, ստեսություն ձեզ։ Տիկին Մանուկյան, ես այդ հարցին մի անգամ էլ այդ հարցը ուղեցին, այս հարցը տարբեր պաշտոնյաների այնքան է հնչել այս հարցը, անկեղծ եմ ասում, այս հարցին ես պատասխանել եմ եւ նույն պատասխանն եմ տալու։ Դուք լսել եք իմ պատասխանը։ Չեք լսել։ Որ չեք լսել, դե ստիպված նորից այդ պատասխանը կրկնեմ ըստ էության։ Յուրաքանչյուրս մենք պատրաստ ենք ծառայել մեր երկրին այնքան ժամանակ, քանի դեռ մեր կարիքը կլինի։ Յուրաքանչյուր անգամ ցանկացած պաշտոն ստանձնելուց պետք է նաև պատրաստ լինենք այդ պաշտոնը լքելու անկախ ձևաչափից։ Իրավապահ մարմինների նկատմամբ ուժային կառույցի ղեկավարի նկատմամբ օբյեկտիվ է, հարգալից է, բարոյական է այդպես SMS-ով ասել շնորհակալությունը։ Դուք երկար տարիների ծառայության փորձ ունեք, պարոն Պողոսյան, դուք երկար տարիներ ուժային կառույցում եք։ Երկար տարիների ծառայության փորձ ունեմ եւ եթե ես ինքս իմ աշխատանքով, վերաբերմունքով նույնիսկ զգամ, որ իմ հետագա պաշտոնավարումը աննպատակահարմար է, ես նույնիսկ չեմ սպասի այդ SMS-ին։ Ոնց եք իմանալու, պարոն Պողոսյան, որ Ես դա այ նշեց, չէ, փորձը։ Այդ փորձով ես կզգամ ու նաև ես ինքս իմ աշխատանքը կարող եմ գնահատել։ Պարոն Պողոսյան, երեք Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արդարադատությունը ոչ թե ուշանում է, այլ տեղ չի հասնում եւ ասաց, որ կառույցները իրավապահ մեկը մյուսի վրա է գցում պատասխանատվությունը եւ այդպիսով արդարադատություն Հայաստանում չի կայանում։ Հիմա օրինակ քննչական կոմիտեն արդյոք անում է ամեն բան, որ չձգձգի գործերը կամ իր գործառույթները ճիշտ կատարի, չուշացնի արդարադատությունը եւ տեղ հասցնի։ Հիմա շնորհակալություն ձեր հարցի համար։ Հիմա դուք ինձ դրդում եք, որպեսզի ես ինքնագովազդով զբաղվեմ։ Ասեմ, որ քննչական կոմիտեն իրականում այդ խնդիրը կա։ Եթե մենք ունենք այսօր քրեական վարույթներ, որ առնվազն 7 տարի, 8 տարի դեռևս նախաքննության փուլում են,
ուրեմն խնդիր կա, չէ՞։ Մենք մեր խնդիրները առաջի հերթին պետք է հասկանանք, եթե մինչև խնդիրները չհասկանանք, այդ խնդիրները չվերհանենք, դրանց լուծման ուղղությամբ միջոցներ չձեռնարկենք, այդ վարույթները շարունակելու են արկա լինել։ Այսինքն, քանի դեռ կա տևական ժամանակ քննվող քրեական վարույթներ, որոնցով դատավարության մասնավոր մասնակիցները մեզանից արդարադատություն են ակնկալում, ուրեմն մենք այդտեղ անելիք ունենք։ Ես կիսում եմ դատախազությանը, դատարաններին, դատավորներին որտեղ Ես առաջի հերթին մեզ եմ մեղադրում, ինքս այս համակարգում առաջի հերթին ես ինձ եմ մեղադրում, քանի դեռ կան այդպես վարույթներ եւ ինձնից կախված ամեն ինչ չեմ արել այդ վարույթների ընթացքը լուծել, ուրեմն առաջի հերթին ինձ եմ մեղադրում։ Պարզա չէ պատասխանը։ Բավարարված եք։ Պարոն Պողոսյան, ես շարունակեմ, քանի որ ձեր այսպես հանդիպմանը շատ երկար եմ սպասել, բավականին հարցերը շատ են կուտակվել։ Դուք անհետ կորածների ծնողների հետ արդեն երկրորդ հանդիպումն է ազգային ժողովում տեղի ունեցել եւ այդ հանդիպման ավարտից հետո ծնողները դուրս են եկել եւ բավականին դժգոհություն են արտահայտել։ Առաջին դժգոհությունը օբյեկտիվ էր ըստ էության, որովհետեւ դուք նոր եք նշանակվել կոմիտեի նախագահ, երկրորդ անգամ հնչեցեցին այսպիսի կարծիք։ Փնթի ջուր ծեծոցի էր այնտեղ, ինչ կատարվում էր եւ երկրորդ անգամ կրկին պարոն Պողոսյան ծնողները հնչեցնում են ձեր անունը, ինչու են դժգոհ ձեր աշխատանքից, ժամանակ էր տվել, գրեթե 1.5 ամիս անցավ։ Իսկ ինչ էին նշում, որ իմ անունը Ասում էին, որ ըստ էության ԴՆԹ-ների հետ կապված այդ խնդիրները կան, ինչու չեն օրինակ հրավիրում Արսեն Թորոսյանին։ Չէ, ես ուզում եմ հասկանամ իմ անունը ինչի հետ էին կապում։ Ասում են, որ ըստ էության եկել էին, որ պետք է ասեին, ինչ են արել, ինչ չեն արել, փաստացի ոչինչ չի արել, փնթի աշխատանք էր։ Այսինքն դուք այդ օրը ինչ հավաքվել էիք 1.5 ամսվա ընթացքում, որ ցույց տայիք, որ ինչ էիք արել, ծնողները դժգոհ գնացին։ Տիկին Մանուկյան, շնորհակալ եմ հարցի համար։ Ես նշեմ, որ որևիցե կերպ, որևիցե անգամ չեմ փորձում ըստ էության արդարացնեմ որևիցե քննիչի գործողությունները, անգործությունը եւ այլն։ Բայց առաջինը արձանագրենք, որ իմ նշանակումից ի վեր եւ նաեւ մինչեւ իմ նշանակումը քրեական վարույթներով հսկայածավալ աշխատանք է կատարված։ Քրեական վարույթը բաղկացած է հարյուրավոր հատորներից։ Այսօր առաջի հերթին պետք է արձանագրենք, որ բոլորս էլ գիտակցում ենք, որ անհայտ կորածների թվականակը կամ մինչև այդ այն անձինք, ովքեր որ համաձայնվել են տանեն իրենց երեխեքի մասունքները ուղարկավոր են, այս թիվը նվազել է, չէ՞, եւ նվազել են չի արդյունքում, նվազել է նրա արդյունքում, որ քննիչները աշխատանք են կատարել, փորձակնություններ են նշանակել, գենետիկական տարբեր փորձակնություններ են նշանակել, այսինքն այս առումով արձանագրենք, որ քննություն կատարվել է։ Հիմա երկրորդ հարցը այն է, թե որքանով է գոհացնում այս քննությունը դատավարության այս կամ այն մասնակցին, սա այլ հարց է։ Մենք կարող ենք մեզնից կախված ամեն ինչ անել, բայց այնուամենայնիվ դարձյալ լինեն մարդիկ, ովքեր օբյեկտիվորեն դժգոհ են քննությունից, որովհետև դատավարության այն մասնակիցները, ովքեր որ դժգոհ են, միգուցե սպասելիքներն այլ են։ Ոսել եք հասկանալ, ինչ է։ Ես ավարտեմ Տիկին Մանուկյան։ Ես նշեմ, որ հարյուրավոր դարձյալ նշանակումից հետո այս վերջի 3 ամսվա ընթացքում, 4 ամսվա ընթացքում հարյուրավոր քննչական գործողություններ են կատարվել եւ դարձյալ այդ քննչական գործողությունների արդյունքում եղել են նաեւ անձինք, ովքեր որ համաձայնվել են եւ ուղարկավորել են իրենց երեխաներին, բայց նաեւ այս ուղղությամբ դեռևս ունենք բազմաթիվ փորձակնություններ, որոնք ըստ էության իր եզրակացությունները չենք ստացել։ Ինչ վերաբերվում է ծնողների այդ որ դուք նշեցիք որակումները, որ ըստ էության փնթի քննություն է կատարել, ես չգիտեմ, դա հավանաբար կապված էր մի գրության հետ, ես երևի այդ կինը ես տեսել եմ այդ հարցազրույցը։ Մանրամասնեք ինչ գրության մաս։ Մի հատ գրություն էր, որտեղ որ քննիչը թույլ էր տվել տեխնիկական վրիպակ, որոշումը կայացվել էր, բայց գրության մեջ այլ անձի անունազգանուններ գրել։ Իսկ երեխայի Որովհետև չէ, ծանուցելուց, որ գրությունը ուղարկում է որոշումը համապատասխան գրության մեջ մոռացել էր նախորդ գրության մեջ նույն այլ անձի տվյալներ էր նշել եւ էսի դարավ քննարկման առարկա, որ փնթի քննություն է կատարվել, այսինքն էսի համարեցին վերաբերմունք քննիչի կողմից։ Նշեմ, որ այդ առումով քննչական կոմիտեում ծառայական քննություն է նշանակված, բայց
այդ անձը, ով որ այդ գրությունը ստացել էր, ինքը լիարժեք ստացավ իր պատասխանը եւ բավարարված է, ինքը համոզվեց, որ դա ըստ էության տեխնիկական վրիպակի արդյունք էր։ Եվ կներեք, եւ մի գրության հիման վրա մատնանշել եւ որակել քննությունը որպես փնթի, Տիկին Մանուկյան, կարծում եմ արդար չի։ 5 տարի է ծնողները սպասում են պարոն Պողոսյան։ 5 տարի մենք իրենց հետ փորձել ենք լրել, մասնագիտական առումով իրենք ինչ ասել են, մենք լրագրողներս որևէ ձայն չենք հանի ասելով, որ իրենց որևէ բան պետք չի ասել, բայց փաստացի 5 տարի է ծնողները կոնկրետ պատասխանների են սպասում ու չունեն այդ կոնկրետ պատասխանները։ Ես նաև նշեմ, որ Տիկին Մանուկյան պաշտոնավարումից ի վեր, չգիտեմ տեղյակ եք թե չէ, ես գրեթե ամենօրյա ռեժիմով ընդունում եմ անհետ կորած իմ ծառայողների ծնողներին կապ չունի, ես նոր նշեցի նաև իմ աշխատանքային ծանրաբեռնվածությունը, աշխատաժամանակը, օրվա ժամի տևողությունը, ցանկացած պահի, երբ որ ծնողները գալիս են, ես անմիջապես ընդունում եմ, լսում եմ իրենց բարձրացված խնդիրների լուծման հետ կապված ըստ էության հենց տեղում լուծումներ եմ առաջարկում եւ մեր ամենօրյա շփումը կա, կարծում եմ շփման պակաս չունենք, հետեւաբար այս առումով մենք մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի փորձենք բարձրացված խնդիրները լուծենք հավուր պատշաճ։ 44-օրյա պատերազմի հետ կապված քրեական գործերի ընթացքը դուք ինչպես է գնահատում, որովհետև այս առումով կան սպասելիքներ պատերազմի հետ կապված պատասխանատուների այն տեղեր, որտեղ մեծ պարտություններ կամ մեծ զոհեր են ունեցել, դրա հետ կապված մարդիկ սպասում են պատասխանների, իրավական գնահատականների։ Ինչ է։ Դուք եթե Շնորհակալ եմ հարցի համար, դուք եթե ուշադրություն եք դարձրել մեր հրապարակումներին, մենք բազմաթիվ հրապարակումներ ենք տվել կապված 44-օրյա պատերազմի հետ կապված իրադարձությունների, մենք ունենք քրեական վարույթներ, որ բարձրաստիճան զինվորականների մասով քրեական վարույթները մեղադրական եզրակացությամբ դատան են ուղարկվել։ Առանձին անհատական գործերին բերեք չանդրադառնամ, արարքներին, առանձին փաստական տվյալների չեմ ցանկանում անդրադառնալ, բայց մենք ըստ էության ուղղությունների ենք բաժանել քրեական վարույթը եւ այդ վարույթներով պատշաճ քննություն ենք իրականացրել։ Բազմաթիվ քրեական վարույթներ դուք տեղյակ եք, որ արդեն ուղարկվել է մեղադրական եզրակացությամբ դատարան, ունենք արդեն նաեւ դատարանի մեղադրական դատավճիռներ, դուք գիտեք, տեղյակ եք։ Եվ դեռ արխիվում նաեւ կներեք պարոն Պողոսյան, քանի քրեական գործ կա։ Հիմա դուք ո՞նց եք պատկերացնում, էդի դա գիտեք Մոտավոր տասնյակ, եթե չասեմ, եթե վիճակագրությունն ա ձեզ պետք, կարող եք գրավոր հարցումալ, հիմա չեմ տիրապետում, բայց բազմաթիվ վարույթներ կան, այնտեղ տարբեր ուղղություններով բաժանված վարույթներ են ըստ էության, տարբեր ուղղությունների, նույնիսկ բաժանված ըստ էության շարքային անձնակազմ, պայմանագրային զինծառայողներ, սպայական անձնակազմ, բարձրագույն սպայական անձնակազմ, ամբողջապես տարբեր ուղղություններով քննություն են կատարել եւ առաջիկայում քրեական վարույթներ կան, որոնք որ դեռևս դատական հեռանկարի առումով վաղճանք ունենան, չեմ ուզում այս պահին կանխորոշեմ քրեական վարույթի ընթացքը, կարծում եմ այս առումով ճիշտ չի լինի։ Իմ վերջին հարցը, ես մինչև նիստերի դալիճը, մինչև նիստը կսկսվել, ես նկատեցի, որ քրեական պատգամավոր Արփի Դավոյանը դες այդ բավականին այսպես մտերմիկ զրուցում էր եւ այլն։ Ձեր իսկ ղեկավարած կառույցում, պարոն Պողոսյան, քննչական կոմիտեում Արփի Դավոյանի վերաբերյալ քրեական վարույթ կա, որտեղ ինքը վկայի կարգավիճակ ունի։ Դուք քննչական կոմիտեի նախագահն եք, ինքը երկար ձեր այդ զրուցումը, այսինքն բանակցում էր, որ կարճեիք գործը։ Իրենք չպետք է մոտենան ձեզ։ Պարոն Պողոսյան, որտեղ յուրաքանչյուրը կարող է մոտենալ, ձեզ դուք ղեկավար եք ու հետագայում դուք նաև կաշկանդվածություն ունենաք իրենց նկատմամբ քրեական վարույթներ նախաձեռնելու կամ քրեական գործը ձեր ցանկալի ուղղությամբ անելու, որտեղ իրենք մտեն։ Հիմա կոնկրետ Տիկին Դավոյանի մասով քննչական կոմիտեում ես օրերս էի հարցում ուղարկել եւ հարցման պատասխանը ստացել է, որ նախաքննությունը շարունակում է, Տիկին Դավոյանը վկայի կարգավիճակ ունի։ Ինչ է ձեր համոզում այդ քայլեր, պարոն Պողոսյան, որ կարճեիք։ Տիկին Մանուկյան, դուք նենց համոզիչ եք ձեր դիտարկումները ներկայացնում, զարմանում, քննիչներից եք սովորել։ Ես որևիցե տեսակի, որևիցե առումով, որևիցե անձից կաշկանդվածություն չունեմ, այս մեկ, ես չգիտեմ ինչ գործի մասին է խոսքը։ Ձեզ չասես Տիկին Դավոյանի այդ մասին։ Մենք գործով որևիցե կոնկրետ քրեական վարույթով կամ առանձին վարույթների վերաբերյալ որևիցե տեսակի, որևիցե քննարկում չենք ունեցել եւ չենք ունենալու։ Ինչ քննարկում ունեցել ենք, եղել է հրապարակային, դուք էլ այնտեղ նստած էիք, մեր քննարկումները
այդ ձևաչափով են սահմանափակվել։ Ես կհետևեմ քննության։ Ես սպասել եմ։ Ելքը որն է լինելու, պարոն Պողոսյան։ Բայց դուք ձեր խոսքով նշում եք, որ վկա, եթե անձը վկայի կարգավիճակ ունի, ինչ վկա, Մեկ քայլ է մեղադրյալը, բայց մեկ քայլ է նաև կարճվել է գործը։ այսինքն դուք մտածում եք, որ Երկու-երեք տարի վկայից մեկ քայլ է, Մեղադրյալը։ բայց դուք գիտեք, որ նոր օրենքով արգելվում է, եթե անձը փաստացի կասկածվում է, որպես վկա հարցաքնդել։ Գիտեք։ Դա չգիտեի։ Դե իմացա։ Բայց բոլոր դեպքերում ես կհետևեմ քննության ընթացքին։ Հարգելի լրագրողներ, ես անկեղծ եմ ասում, կներեք էլի, ես հասկանում եմ, ես հույս ունեմ, որ այն հրապարակային քննարկումների ժամանակ նաև ձեր կողմից բարձրացվող բազմաթիվ հարցերին ես անդրադարձա, կներեք, խնդրում եմ մի հանգամանք չանտեսեք, որ ես մի քանի ժամ նիստում ելույթ եմ ունեցել եւ բնականաբար հոգնել եմ։ Ընդհանրապես վերջին հարցը։ Օրինակ, սպառնում է քաղաքացուն անձը, ես կտամ հետո այդ անձը ով է։ Լեզուտ կկտրեմ, ականջներդ կկտրեմ, դա սպառնալիք է թե ոչ։ Դուք պրոֆեսիոնալ իրավաբան եք։ Ես պրոֆեսիոնալ իրավաբան որպես պատասխանեմ, եթե դուք Ասում եմ, համեստաբար ընդունեք որպես սպառնալիք, լեզուտ կկտրեմ, ականջներդ կկտրեմ։ Տիկին Մանուկյան, անկեղծ որպես իրավաբան, ոչ թե որպես պրոֆեսիոնալ, այլ որպես հասարակ իրավաբան նշեմ։ Ցանկացած բառ, ցանկացած բառակապակցություն հնչեցնելը տարբեր իրադրություններում, տարբեր իրավիճակներում կարող է մի դեպքում ընկալվել որպես սպառնալիք, ընդ որում հանցակազմի տեսանկյունից շատ կարևոր է տուժողի սուբյեկտիվ ընկալումը, մեկ, թե լսեք ինչ։ Տուժողն ասում է ինձ այո, սպան ինքը։ Գնացի հաղորդում է տվել պարոն Պողոսյան ջան։ Էդգար Ղազարյանը, ԿՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի մաս։ Բայց ես ասացի իրադրությունը, ժամանակը, վայրը, դրանից առաջ տեղի ունեցող իրադարձությունները մի հատ sense մի օրինակ բերեմ։ Այո։ Ծնողը իր երեխուն, օրինակ, ինչ-որ նույն ձեր ասած բառակապակցությամբ, ինչ-որ արտահայտություն է, դա դիտելու ենք սպառնալիք։ Նույնական դեպքերը չեն ազգային ժողովի նիստերի դահլիճում անձն ասում է այո ընդունեք սպառնալիք լեզուս կկտրեմ ականջներդ կկտրեմ Ես սահմանափակվեմ չէ ես սահմանափակվեմ այս առումով ձեր հարցին կարծում եմ պատասխանեցի շնորհակալ եմ ձեզանից անչափ